Երբեք հայ-ռուսական հարաբերությունները այսքան զրոյական արդյունքի վրա չեն եղել, ինչպիսին այսօր են։ Ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի Հայաստանի Հանրապետությանը հեռացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։ Մինչ օրս մենք լսել ենք տարբեր մակարդակների հայ ներկայացուցիչների հայտարարություններ, որոնցում ասվում է, որ այո, անդամակցությունը սառեցված է, բայց Հայաստանը դեռևս դուրս գալու ծրագրեր չունի։ Ամեն դեպքում մինչև հիմա մենք դա ենք լսել։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ լրագրողներին ասել է Պեսկովը, նա նաև ասել է, որ Երևանն ազատ է հապկից դուրս գալու որոշման հարցում, եթե Հայաստանը կազմակերպության անդամակցության կարիքը չունի։ Ընդհանրապես հապկից դուրս գալու ընթացակարգը ինչպես եք պատկերացնում։ Ես եկեք հարկի վրա չտանանամ։ Միայն այն փաստը, որ Փաշինյանի ելույթը դեռ չավարտած Պեսկով արդեն արձագանքել է, խոսում է հայ-ռուսական հարաբերություններում առկա խորհրդային ճգնաժամի մասին։ Երբեք հայ-ռուսական հարաբերությունները այսքան զրոյական արդյունքի վրա չեն եղել, ինչպիսին այսօր են։ Եթե Հայաստանի կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը դիտարկեք, բանավան դրա արտաքին քաղաքականություն եւ անվտանգություն բաժինը։ Դժվար չի հայտնաբերել, որ այդտեղ անոնսավորվում է Հայաստանի ստրատեգիական կողմնորոշման փոփոխության կուրսը։ Այսինքն հստակորեն Հայաստանը դուրս է բերվում ռուսական ուղեծրից, արդեն կարևորել չի կոնկրետ դրա դրսևորումը մենք երբ կտեսնենք ինչպես ոնց դուրս կգա կառույցից, ՀԱՊԿ-ից կամ ԵԱՏՄ-ից, թե հենց իրանք Հայաստանի դուրս կդնեն այդ կառույցներից, հավատացեք այնքան էլ էական չի։ Հստակ է, որ Հայաստանը հետևողականորեն ռուսական ինտեգրացիոն նախագծերից իրեն դուրս է բերում։ Պարոն Սուրենյան, բայց կա նաև մասնագիտական այն տեսակետը, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում այլևս դեր չունի ու դա սկսված է դա սխալ հակագիտական կարծիք է, որտեղ Ռուսաստանը ինքը կովկասյան պետություն է, չի կարող Կովկասից հեռանալ, այս խնդիր է, որ Ռուսաստանը այսօր ունի այլ առաջնահերթություններ Արևելյան Եվրոպայում, ուկրաինական պատերազմի նկատի ունեմ, որը շատ մեծ ռեսուրսներ է ստանում երկրից եւ դա կարող է պատճառ դառնալ, որ հիմա Ռուսաստանի ակտիվությունը մեր տարածաշրջանում որոշակիորեն պակաս լինի կամ քիչ լինի, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանը ինչ-որտեղ գնում է այս տարածաշրջանից։ Նման դեպքեր եղել են 20-րդ դարում։ Օրինակ 1917-18 թվականներին Ռուսաստանը 2-3 տարով հեռացավ, թվում էր թե հեռացավ, բայց իրականում չէր հեռացել Հարավային Կովկասից, հետո շռնդալից հետ եկավ։ Նման դեպքեր եղել են անցած դարի 80-ականների վերջին 90-ականների սկզբին, որ էլի թվում է Ռուսաստանը հեռացել է, հետո հետ եկավ։ Ուզում եմ ասեմ, որ մեծ պետու աշխարհաքաղաքական գերտերությունների համար քաղաքական նման նահանջները, ակտիվացումները սովորական երևույթ են։ Մենք մեր չափումներով ենք գնահատում, դրա համար սխալ հակագիտական եզրահանգումներ ենք անում։ Իսկ ամեն դեպքում հայ-ռուսական հարաբերություններում առկա այս ճգնաժամը որևէ բացասական հետևանք կունենա հենց Ռուսաստանի համար, ոչ թե Հայաստանի։ Իհարկե կունենա։ Հայաստանի համար ակնհայտ է, մեր տնտեսության 20%-ը կկրճատվի, մենք կունենանք անվտանգային անդառնալի կորուստներ, կարող եմ ընդհանրապես մի 40-50 րոպե խոսեմ ինչա կորցնելու Հայաստանը։ Բայց Ռուսաստանն էլ կունենա, որովհետև նախ ռեպուտացիոն վնաս կունենա Ռուսաստանը, երկրորդը այնուամենայնիվ նրա շահերը վտանգվում են Հարավային Կովկասում, եւ այնպես չի, որ Հարավային Կովկասի մի երկրում կարող է Ռուսաստանի ազդեցությունը թուլանալ, դա չազդի նրա ռեգիոնալ քաղաքականության վրա։ Բայց ավելի շատ Հայաստանն է տուժում, ուզում եմ սա հստակ ասել։